մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը պետք է լինի ազատ իրականում։ Ոչ թե ճնշման տակ, ասեն գնացեք ընտրություն կատարեք, ու եթե հանկարծ մի հատ էլ օրենք հանեն, եթե հանկարծ մեր ուզած ձևով չեղավ ընտրությունները, մենք կչեղարկենք այդ ընտրությունները։ Դա ինչ դեմոկրատիայի մասին է խոսքը։ Ինչ ժողովրդավարության մասին է խոսքը։ Ակնհայտ է, չէ՞ որ այս մարդիկ հանգիստ չեն կարող այս քարոզարշավը տանել։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենք հանգիստ են այն ժամանակ, երբ որ ոչ ոք իրանց հակառակ կարծիք չի ասում։ Հենց մեկը հայտնվում է մի կարծիք է ասում, որը տարբերվում է իրանց կարծիքից եւ 1000 անգամ ավելի ճիշտ է ասում, քան իրանք են ասում, անպայման հարձակվում են վրան, ընդ որում պետական ապարատի աշխատողներ, վարչապետի աթոռը զբաղեցնող, նախարարի աթոռները զբաղեցնող տարբեր տեսակի մարդկանց վրա իրանք չեն հասկանում, որ նախարարի աթոռը նաեւ այդ քաղաքացու աթոռն է։ Այդ վարչապետի աթոռը այդ քաղաքացուն է պատկանում եւ ինքն է իրավունք տալի, որ դուք այդտեղ աշխատեք։ Դուք ինքը ձեզ վարձում է, որ դուք իր համար աշխատեք։ Ինքը ձեզ չի վարձում, որ դուք պետական լծակը վերցնեք, հարձակվեք իր վրա։ Հասկանում եք, ժողովրդավարությունը ընդամենը դա ասում։ Եթե այս խելոքները ինչեւ հիմա չեն հասկացել, որ ժողովրդավարությունը ինչ է, ու իրանց թվում է զավթել իշխանությունը, հետո ասել մենք ամենաժողովրդավար ենք, բոլոր դիկտատորները այդպես են ասել։ Չկա աշխարհում մի դիկտատոր, որը իշխանությունը զավթել է, դիկտատուրա է իրականացրել, հազարավոր մարդկանց ոչնչացրել է ու չի ասել, որ ես ամենաարդարն եմ, մեր մոտ ժողովրդավարություն է եւ այլ եւ այլ։